ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներն են Հայաստանի ազգային ժողովում են մասնակցելու հերթական նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված են ագրարային քաղաքականության, բնական պաշարների արդյունավետ օգտագործման և էկոլոգիայի ոլորտներին վերաբերող արդիական հարցեր, որոնք գործնական նշանակություն ունեն ինչպես օրենսդիրների, այնպես էլ փորձագիտական շրջանակների համար։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ողջունելով հյուրերին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում նշեց, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը տարիներ շարունակ հանդիսացել է արդյունավետ հարթակ ազգային օրենսդրությունների զարգացման ու արդիականացման հարցերի քննարկման համար։ Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ ժամանակակից պայմաններում ագրարային քաղաքականությունը կայուն զարգացման առանցքային գործիք է, նպաստելով գյուղական տարածքների զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Նրա խոսքով նշված ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում դիտարկվում են որպես առաջնահերթություն։ Վահե Ղալումյանը մասնակիցներին մաղթեց կառուցողական աշխատանք և արդյունավետ քննարկումներ, ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը համագործակցության շարունակման հարցում։ Հանձնաժողովի նիստում քննարկվեցին և ընդունվեցին ոլորտին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր։ Մասնակիցներն ու փորձագետները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներին ընդունեց նաև ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ազգային ժողովի փոխնախագահը բարձր գնահատեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը։ Քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները։